Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 15-ը։ Խուզարկություններով ու ձերբակալություններով է բացվել առավոտը Արագածոտնի թեմում։ 5 հոգևորականի ու աշխարհիկ աշխատակիցների բերման են ենթարկել, թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին կալանքի տարել։ Պատճառն ըստ տարածված լուրերի Հովհաննավանքի հոգևոր հայր Տեր Արամի այն հայտարարությունն է, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով, որը փաստացի Մկրտիչ եպիսկոպոսն է։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու հոգևորականներն այս ձերբակալությունները համարում են եկեղեցու դեմ իրականացվող արշավ, իսկ իշխանական падգամավորներն ասում են, երկրի ներսում դավադրություն հյուսող հոգևորականները պետք է պատժվեն։ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Թրամփին Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակել։ Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում, նշել են համագումարի համանախագահները։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի առաջարկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու վերաբերյալ մնում է ուժի մեջ։ Թրամփը հրապարակել է սեփական պատկերով պետքարտուղարության պաստառը, որտեղ թվարկված են նրա դադարեցրած պատերազմները, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ադրբեջանում ձերբակալվել եւ պետական դավաճանության ու իշխանությունը բռնի զավթելու մեղադրանքով 4 ամսով տնային կալանքի տակ է դրվել այդ երկրի ամենաազդեցիկ գործիչներից նախագահի վարչակազմի 25 տարվա ղեկավար Ռամիզ Մեհդիևը։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Մինչև վաղը։